Ովքեր պատրաստվում են իրենց ամուսնական մատանիները պատրաստել սպիտակ ոսկուց, ձեզ համար ունեմ մի հատ զգուշացում։ Հունիսի 8-ին մեր հարսանիքն է եւ այսօր որոշել եմ ձեզ ցույց տալ մեր ամուսնական մատանիները։ Առհասարակ ես ամեն ինչ շատ դժվար եմ ընտրում, սկսած պաղպաղակի համից, վերջացրած ամուսնական մատանիներով։ Դրա համար այս փուլն իմ համար շատ դժվար էր, քանի որ իմ նշանադրության մատանին մի քիչ վատ ժամ եմ ընտրել նկարելու համար, ոսկեգույներ, ես մի քիչ դժվար էի իրենց համադրում արծաթյա իմ զարդերի հետ, որովհետև ես պրեգոմեզ շատ եմ սիրում, իրենք եւ մետաղով եւ ոճով իրար ընդհանրապես չէին սազում, չէի կարողանում համադրել, դրա համար որոշեցի, որ ամուսնական մատանիները լինեն սպիտակ ոսկուց ու կարծում եմ տղամարդու համար էլ սպիտակ ոսկին ավելի գեղեցիկ է։ Հաստատ որոշել էինք, որ ինչ-որ բարդ դիզայն չենք ուզում, որպեսզի ամեն օր կրենք ու երկար փնտրտուքներից հետո վերջապես գտնում ենք այս մատանին, այո, առաջինը իմն ենք գտնում, որովհետև Սերժը այս հարցում հարմարվում է ինձ, ինչպես իմ նշանի մատանին, այնպես էլ ամուսնական մեր մատանիները իմ քերին էր պատրաստելու։ Իրեն հարցնում ենք հնարավոր է արդյոք սա ստանալ թե ոչ, բնականաբար ստանում ենք դրական պատասխան ու Սերժի տարբերակն ենք ընտրում այսպես, բայց փայլուն տարբերակը։ Սերժը կյանքում մատանի կրած չի, իր համար մի քիչ դժվար է ընտրել մի բան, որ ամբողջ կյանքը պետքա կրես, պետքա գնանք փորձելու առանց քարերի տարբերակները, դեռ չմշակված, չնայած վերջնական տեսքը դեռ չէր երևում, բայց արդեն պարզ էր, որ ես իրան շատ-շատ սիրում եմ ու մինչև ինքը արդեն քարերը կտեղադրեր, իրան վերջնական տեսքի կբերեր, ես ու Սերժը զբաղվում ենք մատանու տուփի ընտրությամբ, ովքեր պատրաստվում են իրենց ամուսնական մատանիները պատրաստել սպիտակ ոսկուց, ձեզ համար ունեմ մի հատ զգուշացում, ամբողջ շուկայում բոլոր մատանիների տուփերը ունենում են ոսկեգույն դետալ բոլոր, եթե անգամ իրանք ասում են ոչ մի բան չկա, այդ իրա բացելու, փակելու կնոպը չկան, ոսկեգույն է լինում։ Ու մենք տենց չենք ուզում, որպեսզի նկարների մեջ ամեն ինչ լիներ գեղեցիկ, դրա համար շատ փնտրում ենք ու ընդամենը մի տեղ հանդիպում ենք այս տուփը, որը ուներ սենց արծաթագույն եզրեր, վերջապես գտնում ենք, իրան շատ հավանում ենք, որտեղ մինիմալիստական է, մատանու գույներին սազում է, ու քերիս էր զանգում, ասում է, որ մատանիները պատրաստ է, դա վերցնում ու գնում ենք վերջնական փորձարկմանը։ Այստեղ շատ ոգևորված ենք, որտեղ առաջին անգամ կրում ենք։ Քերիս էլ մեզ որպես նվեր խոստացել էր ներսի մասում գրել մեր անունները, Սերժի խնդրանքով հայատար, ու դա էլ շատ հավանեցինք, որովհետև իրոք շատ սիրուն էր, այն որ իսկականից արդեն դարձավ մերը։ Ես վստահ եմ, որ իրան մատիցս առաջիկա շրջանում ոբշե չեմ հանելու։ Ես մտածում եմ մատանիները սենց փոխնեփոխ դնեմ, բայց հաստատ իրան այնքան եմ սիրել, որ այս մեկը պետքա առայժմ կողքի դնել, իսկ մեր մատանիների գեղեցիկ նկարները հետո կարող եք տեսնել մեր հարսանեկան նկարներում, հարսանիքը տեղի ունենալու Վենետիկում, այնպես որ անպայման հետևեք, որ ոչ մի բան բաց չթողնեք։